Սա շատ կարևոր իրավական հարց է։ Մարդկանց ձերբակալեցին, բաց թողեցին։ Բաց թողելը պիտի ողջունենք, էլի ասենք, լավ է, բաց թողեցին։ Բայց շնորհակալություն չենք ասում, բայց լավ է որ բաց թողեցին, չենք առարկում։ Բայց դից էլ չհասկացանք, ոչ մեղադրանք եղավ, մեղադրանք չկա։ Այսինքն եղավ ձերբակալում, ֆորմալ առումով լինում են դեպքեր, այս քաղաքական հետապնդումները թողնենք մի կողմ, բայց լինում են դեպքեր, որ լինում է կասկած, հետո կասկածը փարատվում է։ Հենց լինում են դեպքեր։ Բայց մենք լավ չենք պատկերացնում, էլի, կասկածը դուր չբացելը, ասենք, ինչ մի կասկածի բան էր, էլի։ Ես տեղ մի իրավական բան ասեմ։ Ես պատրաստվել էի, եթե հանկարծ Ֆիդանյանով մեղադրանք առաջադրվեր ու կալանքի հարց լիներ, ես լավ պատրաստվել էի, ուզում էի դրա մասին խոսալ։ Իմ կարծիքով ստեղ հարցը սկզբունքային է։ Քանի որ օրենքով նախատեսված է դուռը կոտրելու իրավունք, դա կա։ Գալիս են դուռը ծեծում են, չես բացում, օրենքով ուղի գրված է, կարող են դուռը կոտրել։ Այդ այլ հարց, որ հետո պարզվի, որ անօրինական է եւ այլն, փոխհատուցում, բայց դա լրիվ ուրիշ հարց է։ Օրենքով ուղի գրած է, տրամաբանական է որ գրած է։ Բա ասենք, չգիտեմ, բոլորս էլ հիմա այս քաղաքական գործերը մի կողմ թողնենք, չգիտեմ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, բա որ մարդիկ գնան հոտնես չի, որ դուռը ծեծեն, ժամերով սպասեն, Ֆիդանյանը, չէ, Ֆիդանյանը գործ չունի դրա հետ։ Եվ իրենք պարտավոր են տեղեկացնել, ասել, այս ինչ տեղից է, բայց նաև իրանք իրավունք ունեն անգամ 1 րոպե հետո դուռը կոտրել։ Այդ իրավունքը օրենքը նրանց տալիս է։ Չէ, հիմա ասածս այն է, որ դա ինչի համար է օրենքով նախատեսված։ Դա նրա համար է նախատեսված, որ մարդու վրա չի կարող լինել եւ չկա պարտականություն դուռը բացելու։ Եթե մեր տունը կան, օրինակ ես կարող ասեմ, ես չեմ ուզում անգամ դուռը բացեմ ձեր առաջ։ Իմ տունն է կոտրեք դուռը։ Ես այդ քայլը չեմ անի, ձեր հետ չեմ համագործում։ Դա շատ նման է, օրինակ, շատ կարևոր իրավական արժեք է, որ մարդը իրավունք ունի իր վերաբերյալ ցուցմունք չտալ։ Դա շատ նման է դրան։ Չես կարող մարդու լեզվից քաշել։ Գնա ուրիշից իմացի, ես չեմ ասելու, իմ ամուսնու դեմ, իմ հարազատների դեմ, ես չեմ ասելու։ Նույն ձևով կարելի է ակնկալել եւ ես համարժեք եմ համարում, որ մարդու վրա չի կարող դրվել պարտականություն որևէ մեկի արժեվ իր տան դուռը բացել։ Հետևաբար չի կարող դա համարվել հանցագործություն։ Սա է խնդիրը, սա սկզբունքային հարց է։ Օրինակ գործընկերներ կան, խոսում ենք, ասում են, դե գիտեք, որ եթե ասած լինեին, որ մենք ոստիկանությունից ենք դուռը բացած չլինի, դա հավանաբար կարող է հանցագործություն լինի, դեպ տենց էլ չի եղել այս անգամ, այսինքն կոմունիկացիա չի եղել։ Հա, բայց իմ կարծիքով անգամ այս դեպքում մենք չենք կարող սա հանցագործություն համարել։ Դավիթի գործը հենց այդ օրը փակվեց ու Դավիթի գործը չի, Դավիթի գործը ընդհանուր գործն է, որը Նարեկի եւ Վազգենի գործն է։ Որտեղ կարգավիճակ չունի, նախքին ձերբակալված, նախքիններից է, էլի Դավիթը այդ գործով։